Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հավելել, որ նրանք, ովքեր կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ։ Ըստ Սիմոնյանի, նախագծի հիմնական նպատակն այն է, որ ծառայել ցանկացողներն իրենց ծառայությանը վերաբերվեն որպես մասնագիտության։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, Հայաստանում ավելի քան 10,000 մարդ բանակից խուսափելու պատճառով հետախուզվում է, կան նաև մարդիկ, որոնք գումար են տվել եւ ազատվել բանակից։ Այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովիցե նոր որակում տալու որովիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվում։ Խորհրդարանի նախագահը նաև խոսել է տարածաշրջանային երկրների հարաբերությունների մասին։ Նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները սկսելու են շփվել, առևտուր անել եւ ապրել միմյանց հետ խաղաղ պայմաններում։ Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Վերջերս Ադրբեջանն առավել հաճախ է սկսել խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, չնայած հայկական կողմը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ստիպված են լինում Բաքվին հիշեցնել, թե որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում արևմտյան Ադրբեջանը։ Ալեն Սիմոնյանը եւս հայտարարել է, որ Հայաստանում նման միավոր չկա եւ չի էլ կարող լինել։ Ըստ նրա, ասում նա Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի արևմտյան Ադրբեջան։ Այսքան։ Խոսելով արցախցիների հնարավոր վերադարձից, Սիմոնյանը նշել է. Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, ապա Սիմոնյանը եւս մեկ անգամ վերահաստատել է. հայկական կողմն այս հարցում ծայրահեղ միակողմանի մոտեցում չունի, բալանսավորված քաղաքականության կողմնակից է։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ հուսամետ ենք, ոչ որևիցե բան։ Մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, նրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Սիմոնյանն անդրադարձել է նաև իրավապահ համակարգի գործունեությանը, մեկնաբանելով վերջին օրերին քննչական կոմիտեի բացահայտած $590,000 հափշտակության դեպքը։ Համակարգի ներսից է արվել, երբ որ խոսացվել է կոռուպցիայի մասին, այսինքն պետական պաշտոնյաները, որոնք որ հարստացել են եւ այդ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, պետությունից չեն վերցրել այդ բյուջեն։ Հիմա մի բանա մտնել գողություն անել եւ դրա համար բռնվել կարեւոր չի ինչ շենքից եւ մի բանա պետության մեջից տանել ու եւ չբռնվելը, հա, գողեր եղել են, լինելու են, միշտ լինելու են, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդ էլ կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդ էլ կա ուրիշ տեղից է գողանում։ Այլ հարց է, պետությունը բռնում է
թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ ունենում։ Այս պարագայում այդ մարդը, որ արել է, բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Նա նաև խոսել է ներկուսակցական հարաբերությունների մասին, հերքել տարածվող այն լուրերը, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ են ընթանում, հավելել սեպտեմբերին սպասվում է կուսակցության վարչության անդամների ընտրություն, Ալեն Սիմոնյանը կարևորել է կուսակցությունում կանանց մասնակցությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։